Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը շարունակաբար կրակում է խնածախ գյուղի ուղղությամբ, հայկական կողմը որևէ բան չի ձեռնարկում սանձելու ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը եւ այդ ամենին զուգահեռ անգամ ազգակործության պատվասը հայտարարում է, որ ինքը հրամայել է բանակին որևէ կերպ չարձագանքել տեղի ունեցողին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Բարև պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք տեսնում ենք սահմանին ինչ է կատարվում, բնակիչները շարունակաբար հայտարարում են, որ գիշերները չեն կարողանում քնել, Ադրբեջանը ժամեր շարունակ, հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին կրակում է, հայկական կողմը որևէ բան չի ձեռնարկում։ Ըստ էության սա արդյոք ագրեսիայի նախապատրաստական փուլ է, լայնածավալ ագրեսիայի։ Այո, նման նպատակ կարծում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ունի, եթե ուշադրություն դարձնենք կրակոցներին ձեր նշած հարբեցող ծաղրացուն բանավոր կարգադրություններ տվել, եթերով ասվեց, որ ադրբեջանական կրակոցներին պետք չի պատասխանել։ Այսինքն նախ ինքը իրավունք չունի նման բան ասելու, ընդհանրապես զինված ուժերի հետ կապված, որտեղ ֆունկցիոնալ առումով համալրությամբ միայն նա կարող է ասել, երբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իրավական ակտ է ընդունում, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ եւ որով սահմանությամբ ինքը դառնում է գերագույն հրամանատար, այսինքն զինված ուժերը այդ ժամանակ իրեն են ենթարկվում։ Այս բային սահմանությամբ զինված ուժերի թիմ 1 պատասխանատու անձը գլխավոր շտաբպետն է։ Սա առաջին։ Երկրորդ, ադրբեջանական կողմը ինքը կրակոցներ է արձակում այդ պահին չդնելով ռազմական որևիցե խնդիր, մարտական խնդիր չկա։ Սա զուտ հոգեբանական ճնշում է սահմանամերձ բնակավայրում ապրող մեր քաղաքացիների նկատմամբ։ Որն է մոտիվացիան։ Հոգեբանական ազդեցություն բնակիչների նկատմամբ, եթե անհրաժեշտության դեպքում արդեն լայնածավալ հարձակում լինի, եւ այդ նույն բնակիչը, որը ըստ հարբեցող ծաղրացուի կարգադրության գիտի, որ հայկական կողմը կրակոցներին չպիտի պատասխանի, իսկ նման բանավոր կարգադրություն եղել է, իդեպ ասեմ ձեզ, նաև զինվորական հրամաններով կանոնագրքերով էլ է սա քրեորեն պատժելի արարք, որտեղ պարզաբան է մարտական հերթապահություն իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում զին ծառայողը իրականացնում է սահմանի պահպանություն կամ շփման գծում պահպանություն, որ պայն օրինակ մարտական հենակետի ավակը, երբ գնահատում է, որ հակառակորդ կողմից կա հարձակման միտում, ագրեսիա, ինքը միանգամից նախ իրազեկում է վերադասին, ոչ թե թույլտվություն է ստանում, ապա անձնակազմին հրամայում է պահպանությունից անցնել պաշտպանության եւ կրակին կրակով պատասխանել։ Սա կարգն է այդպես։ Ոնց որ Փաշինյանը ինքը ասել է բան, որը իրականության հետ որևէ աղերս չունի, բայց ցավոք սրտի այս ապօրինությունները դարձել են արդեն օրինաչափություն մեր երկրում, այդ թվում նաեւ զինված ուժերի զին անձնակազմին տրվող ապօրինի կարգադրությունները։ Իսկ ադրբեջանցիները կոնկրետ մի հստակ խնդիր են կատարում այս պահին։ Հոգեբանական ազդեցություն սահմանամերձ բնակավայրի բնակիչների նկատմամբ։ Եթե դրանել ավելացնենք, որ բնակիչը գնահատում է, որ կրակոցին նաեւ չպետք է պատասխանել, դուք պատկերացրեք, որ պայն Ադրբեջանը լայնածավալ գործողությունների անցավ, այդ բնակիչը հոգեբանորեն ինքը ուղղակի տարածքից արագ դուրս է գալու, որտեղ գիտի հայկական կողմը չի պատասխանելու, առ այսօր շուրջ արդեն 1 ամիս է ամեն այսօր այդ կրակոցների մասին տեղեկատվություն կա, ադրբեջանական կողմը առաջինը ինքն է բարձրաձայնում, հայկական կողմը հերքում է, բայց խնդիրը մնում է չլուծված։ Ես ընդհանրապես մի զուգահեռ բերեմ իմ ծառայության հետ կապված, ես 3-րդ բանակային կորպուսում եմ, որը պահպանությունը եւ պաշտպանությունը Իջևանից մինչեւ Ճամբարակ էր։ Հակառակորդը մի թեթև կրակոցին, եթե պատական կրակոց էր, մենք չենք արձագանքում, բայց որ պահին կրակոցը ինքը իր մեջ բարբերականություններ եւ որոշակի միտում էր տեսնում, վերադասի փաստորեն ըստ կարգադրությունների եւ այլն, մենք կարողանում ենք շատ արագ արձագանքել, եթե անգամ վիրավոր ենք ունենում այդ կրակոցներին, հակառակորդը ավելի շատ վիրավոր էր տալիս, ավելի շատ զոհ։ Միակ զսպիչ գործոնը, որտեղ հակառակորդը ինքը միանգամից ուղղակի դադարեցնում էր կրակը, դա արժանի հակահարվածներ։ Հիմա պատկերացրեք
տրամագծային հակառակ վիճակն է, հակառակորդի կրակոցին դու լրությամբ ես պատասխանում, հա, իսկ եթե սկսեն թիրախային արդեն կրակել, ոչ թե շենքերի վրա, այլ մեր բնակիչների վրա, եւ դու չկրակելու հրաման ունես, իդեպ ասում, դա չկրակելու հրաման, որը քրեորեն պահանջելի է։ Ուստի եւ այս բանը Ադրբեջանը կոնկրետ այդ խնդիրն է լուծում, վաղը չեմ իսօր եթե լայնածավալ ռազմական գործողություն սկսեց, այստեղ եւ սահմանը պահող մեր զինանձնակազմը եւ պայմանագրայինները եւ տեղի բնակիչները արդեն հոգեբանորեն իրենք բավական ընկճված վիճակում են։ Պատերազմի ժամանակ, ճակատամարտի բախման ժամանակ շատ կարեւոր է կռվողի մոտիվացիան։ Դա հաղթանակի հաշվեք ուղիղ կեսն է, եթե դու ունես մոտիվացիա կյանքի գնով հրաման է կատարել։ Իսկ եթե դու հիմա հոգեբանորեն նման վիճակում ես, ապա այդ հրաման կատարել, չնահանջել կամ դիմագրավել դառնում է զուտ մի իրողություն, որին մենք ականատես ենք գիտեմ 44 օրը։ Ցավոքսոտի 44 օրը այն նաև նահանջներ եղան, հրաման չկատարել, նման հրամաններ չեր եղել նահանջելու, բայց նահանջներ եղել են, հա, նույնիսկ կարելի ասել փախուստներ եղել են։ Ճիշտ է, դա որոշակի եզակի դեպքեր, բայց այնուամենայնիվ նման բան բացառվել էր եւ չեր եղել 88-94 թվականներին, որտեղ մոտիվացիան, ինչպես ասում են, տեղն էր, ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունները իրենք հստակ հրամաններ էին տալիս եւ այդ հրամանները սպասարկում էր փաստացի Հայաստանի ազգային պետական շահը, սահմանի պահպանության, պաշտպանության, տարածքների ազատագրման հետ կապված։ Հիմա տրամագծային հակառակ վիճակն է։ Այսինքն ամեն ինչ անում է օրվա, այսպես ասենք, հա, կոլաբորանտ կառավարությունը, որը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմն է ներկայացնում Հայաստանում, ամեն ինչ անում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում հակառակորդը քիչ զոհերով լուծի մարտական խնդիր, այն է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ նաև օկուպացնելով։ Ինքը անում է նույն գործը Հայաստանում, ինչ Ալիևը անում է Բաքվում նստած։ Տեսեք, ազգագործան պատուասը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ նախատեսվող սահմանադրությունը իր կարծիքով չպետք է հղում ունենա անկախության հռչակագրին, հա։ Այո։ Ինչ է սա իրենց ենթադրում եւ Փաշինյանի այս հայտարարությունը արդյոք դասական առումով պետական դավաճանություն չէ։ Սահմանադրությունը մեր գրվել է հիմք ընդունելով անկախության հռչակագիրը, հիմքը, որի վրա մայր օրենքն է գրվել, դա անկախության հռչակագիրն է։ Երբ ինքը ասում է հղում չի արվում, ոնց հղում չի արվում, իր ասելով չի։ Այսինքն ինքը գնում է հերթական ապօրինության։ Ինչու է Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում որպեսզի այդ անկախության հռչակագիրը սահմանությունից դուրս տվի, որտեղ դա նախաբանում հստակ նշվում է հղում անկախության հռչակագիրը, որտեղ կա ցեղասպանության հետ կապված ձևակերպումներ եւ Արցախի հետ կապված ձևակերպումներ։ Ճիշտ է, ասենք Սահմանադրական դատարանի նախագահ Երեկազատության ռադիոկայանի տված հարցազրույցում ասել էր, որ իրենք չեն տեսնում, որ Սահմանադրության անկախության հռչակագրում կա Ադրբեջանի կամ այլ երկրի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ հավակնություններ չկա, բայց խնդիրն է, որ Փաշինյանը դրա մասին բարձրաձայնում։ Քանի որ Հայաստանում մեծ հաշվով օրենքը չի աշխատում, այլ աշխատում է Փաշինյանի խոսքը, իսկ այդ խոսքը հիմնվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից այն հանձնարարականների ձևով, որը փոխանցվում է, ասենք, մեր Գրիգորյանի միջոցով։ Երբ վերջինս պարբերաբար այդ բանակցությունները մատնում է Շահին Մուստաֆայի հետ։ Ես կարծում եմ, այդպես է փոխանցում պահանջները եւ Ադրբեջանը երբևիցե պայմանագրի չել ստորագրի, որովհետեւ այնինչ ինքը կարող է ստանալ առանց ստորագրության, ինչ լրացուցիչ պայմանագրով հա ստանալ։ 1. Երկրորդ, ուշադրություն դարձրեք, որ պայմանագիրը դարձավ համաձայնագիր։ Պայմանագիրը ինքը իրավական փաստաթուղթ է, որտեղ կողմերից որից է մեկը, եթե պայմանագրի դրույթ է խախտում, չի կատարում, ապա միջազգային տարբեր կոնվենցիաներով այդ երկիրը որոշակի պատասխանատվության ներքո է հայտնվում։ Համաձայնագրում, եթե համաձայնագրի ստորագրող կողմերից մեկը դուրս է գալիս, նման պարտավորություն միջազգային իրավական ակտերին չունենում։ Եվ պատահական չի, չէ՞ որ պայմանագիրը դարձավ համաձայնագիր։ Իսկ Ադրբեջանը ընդհանրապես որից պարտավորություն չի վերցնում։ Եվ եթե դրաներ ավելացնենք, որ 17 կետին հիմա եւս 2 կետ է ավելացել, բայց ես կարծում այլ կետերի վերաբերյալ կամ այլ պահանջների վերաբերյալ Ալիևը եւ իր քաղաքական թիմը բարբերաբար բարձրաձայնել եւ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը եւ արտաքին գործերի նախարարը մասնավորապես 300,000 փաստականների վերադարձ։ Այդ վերադարձը այդ մարդիկ որ գալու են ինչ որտեղ ապրեն,
ինչ որտեղ բնակվեն, աշխատեն, անվտանգությունը ապահովի եւ այլն, հա, կա ռեպարացիա կոնտրիբուցիա, փոխհատուցում եւ ռազմական տուգանք, որը բավականին կլորի գումար արդեն Ադրբեջանը միայն ռեպարացիա փոխհատուցում 160 միլիարդ դոլար արդեն ներկայացրել է, հա։ Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում։ Սա եւս Ալիևի պահանջներից է, այնպես որ Ադրբեջանը քանի Հայաստանում օրվա իշխանություններն են, ինքը իր պահանջները աշճանաբար, դանդաղ, բայց հետեւողականորեն փորձում է ստանալ։ Եթե հայկական կողմը այս կամ այն ձևով իբր փորձում է մանևրել, ապա հավասիկ սահմանային լարումներ են առաջանում։ Այսինքն լարումները կրակոցների մեջ նաև ունեն էլեմենտ, որ եթե Փաշինյանն ասում է, եթե դու փորձես խոստումը ու մասնավորապես ասենք հղում չանելը։ 22 թվին է Փաշինյանը սրա մասին խոստում տվել։ Պրահայում, երբ ստորագրեց Արցախ-Ադրբեջանի մասը, նման սրա մասին խոստում է տվել։ Հիմա չգիտեմ տեսախցիկի առաջ է թե գրավոր, բայց այնուամենայնիվ այդ խոստումը կա, ուստի եւ այստեղից պարզ հետեւություն։ Քանի դեռ այն քաղաքական խմբակը, որի անունն է քաղաքապայմանագիր, Հայաստանում կամակատար են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների, Հայաստանը միայն զիջելու է մեր ինքնիշխանությունից, տարածքից, մեր անկախությունից։ Եվ շատ բնական է, որ որպեսզի Հայաստանը չդառնա զիջող կողմ, նախ պետք է վերադառնա այն հիմնական փաստաթղթին, որի տակ ի դեպ կար միջնորդավորված Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը, իսկ Ալիևը Փաշինյանի տունի պայմանավորվածություն առանց միջնորդների։ Ինչու՞, որտեղ միջնորդ կողմը սովորաբար խոչընդոտներ կարող է հանդիսանալ, օրինակ Ալիևի նման ցկտումներին։ Եվ նոյեմբերի 9-ի 20 թվականի ստորագրած եւ դրանից հետո եւս 3 երրակողմ փաստաթղթերում հայտարարությունում չկա որևիցե պահանջ, ինչի մասին Ադրբեջանի նախագահը պարբերաբար ասում է։ Եթե դրանել գումարենք Միջանցք, այսպես կոչված Միջանցքի հետ կապված, ընդհանրապես նոյեմբերի 9-ում եւ դրանից հետո որը փաստաթղթում Միջանցք գոյություն չունի։ Այդ դեպքում շատ տրամաբանական հարց է առաջանում, եթե Փաշինյանը սպասարկում է տեսականուն հիպոթետիկ նայենք Հայաստանի շահը, իսկ այդ շահը պաշտպանում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ապա ինքը ինչու չի վերադառնում նոյեմբերի 9-ի եւ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Չէ, շատ տրամաբանական, շատ բարձ։ Չի վերադառնում, որտեղ ինքը ունի պարտավորություններ ուղղակիորեն կատարելու Ալիևի Էրդողանի հանձնարարականները։ Ընդհանրապես այսքան բան։ Մեր ժողովուրդը քաջ գիտակցի Փաշինյանը ինքը կոլաբորանտ կառավարության ղեկավարն է մեր երկրի, որը օկուպացված է։ Օկուպացիան միայն այն չի, որ զորքերը մտնեն քո երկրի տարածք։ Օկուպացիան նաև լինում է այսպես, որտեղ կառավարություն կոչեցյալը իրականացնում է կամ կատարում է օկուպանտի, տվյալ դեպքում Ադրբեջանի եւ անուղակի Թուրքիայի ղեկավարների հանձնարարականները։ Լրանում է հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Ես հիշում եմ, երբ որ լրանում էր 100-ամյակը, ամիսներ շարունակ ինչպիսի պատրաստություններ էին տեղի ունենում Հայաստանում այդ իրադարձության համատեքստում, անգամ ապրիլի 24-ին Հայաստան ժամանեցին Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին, այսինքն ԵԱԿ Մինսկի խմբի 3 երկրների ամենաբարձր ներկայացուցիչներից։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ 110-ամյակի շրջանակներում քար լռություն է։ Ինչ կասեք այս մասով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը ամեն ինչ անում է իրեն տրված հնարավորությունների, լիազորությունների, մանիպուլյացիայի շրջանակում, որ հրաժարվի ցեղասպանությունից։ Եվ պատահական չէ, որ ազգային ժողովում օրինագիծ մի նախագիծ ընդդիմություն ներկայացրել ցեղասպանության ժխտման, նսեմացման եւ ուրացման հետ կապված եւ ակնհայտ էր նաեւ իշխանություն ներկայացնող խմբակցության անդամների կեցվածքը Բախում, հա, որպեսզի դա օրինագիծ անգամ չմտնի օրակարգ։ Ինչու՞։ Որտեվ Փաշինյանը ունի պարտավորություն։ Ես չեմ բացառում, որ անգամ գրավոր պարտավորություն, այն ինչի վերաբերյալ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարում է, ես չեմ բացառում, որ 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում այս մարդ նաև գրավոր պարտավորություններ է վերցրել։ Շարլ Միշելի չմոռանանք եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ կամ հանձնարարականով, դա էական չի արդեն։ Այստեղից շատ բարձ տրամաբանություն։ Եթե ցեղասպանությունից Հայաստանը օրվա իշխանությունների ձեռան փորձելու հրաժարվել, դա նոր դուռ է բացում նոր ցեղասպանության։ Քանի որ այսօր աշխարհում ոչ թե աշխատում է
միջպետական հարաբերություններում, միջազգային տարբեր կառույցներում իրավունքի ուժը այլ ուժի իրավունքը, փաստը չէ սա, որից մեկը կարծում եմ սրա վերաբերյալ կասկած անգամ չունի։ Ուժի իրավունք, եւ այս ուժի իրավունքն է, որ Ադրբեջանը Թուրքիային իրավունք է վերապահում ուժով վերցնել այն, ինչ իրեն կարող են վերցնել։ Իդեպ սա վերացական չի, այո, շատ ճիշտ եք, Սիրիան ուժով չվերցրեցին։ Օրինական իշխանության տապալեցին։ Այդ երկիրը այսօր օկուպացված է։ Ալավինները կոտորեցին։ Այո, եւ հետաբար ուժի իրավունքն է աշխատում։ Իսկ Փաշինյանը ըստ իր մերձավորագույն շրջապատին տրված բացատրությունների, հիմնավորումների, հավաստիացումների, որ իբր եթե Թուրքիայի նախագահը ողորմած լինի Հայաստանի հանդեպ, ապա այնպես կանի, որ Ադրբեջանը ուժով մեզանից տարածքներ չի վերցնի։ Այս ամբողջ իր քաղաքականությունը չերևացող հիմնվում է դրա վրա։ Դա համար Թուրքիայի նախագահի ասած իր համար դա հանձնարարական է։ Բայց դա հարցի մի կողմն է, կա երկրորդ կողմը, որտեղ մեր ժողովուրդը, ընդդիմությունը, փորձագիտական շրջանակները, պատերազմով անցած մարդիկ սկզբունքորեն դեմ են այս ամեն ինչին։ Եվ դա Հայաստանում բացարձակ մեծամասնություն կազմող, անկախ նրանից մարդիկ Փաշինյանի քաղաքականությանը կողմ են թե չէ, բայց այս հարցում ես կարծում եմ լուրջ կոնսենսուս կա մեր երկրի քաղաքացիների մոտ։ Հետեւաբար քաղաքական ընդդիմությունը կամ էլիտան որպես դրոշ պայքարի սա պետք է վերցնի։ Անվտանգային առումով նոյեմբերի 9-ը եռակող սահմաններում պատական էր, որ Փաշինյանը 102 բազայի 17 մարտական հենակետ հայ-ադրբեջանական շփանգծից հանեց։ Այսինքն ինքը մեր պաշարված ամրոցը Հայաստանի այն մասը, որ սահմանակից է Ադրբեջանին, այդ դռները բացեց։ Իսկ այն ժամանակ, երբ եթե դա անել ավելանար Ռուսաստանի կողմից առաջարկող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներ եւ խաղապահներ, այդ նշանակում որ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած նախարարցակցողություն առաջնորդին հանդիպելու էր ոչ այդքան այդ խաղապահների եւ դիտորդների դիմացան, որքան այդ երկրների դրոշներին։ Իսկ դա արդեն խնդրեմ էր Ալիևի համար։ Հիմա ինչու Փաշինյանը հանեց։ Այսինքն Փաշինյանը ան մեկ հայլ էր, որ Ադրբեջանի ագրեսիան դյուրին կերպով լինի խիստ արդյունավետ։ Ինքը մեր երկրի դռները Ադրբեջանն առաջ իրոք բացել է։ Ամերիկյան New York Times բարբերականը վերջերս ինֆորմացիոն արտահոսք իրականացրեց, որի համաձայն արդեն մայիս ամսին Իսրայելը պլանավորում էր հարված հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը, սակայն Դոնալդ Թրամփը վերջին պահին ասել է ոչ։ Մենք տեսնում ենք նաև, որ Օմանի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունենում, արդեն երկրորդ փուլն է տեղի ունեցել Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների եւ կարծես թե գոնե ռազմական լուծումը այս փուլում մի կողմ է դրվում։ Հիմա ասես ինչ է կատարվում Իրան-Իսրայել հարաբերություններում, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում եւ ինչպիսի վիճակ է Իրանի շուրջ։ Որովհետեւ գնահատենք մի փոքր ավելի վեր բարձրանանք հասկանալու համար այսօր աշխարհում որ պետություններն են, որ որոշում են նոր խաղի կանոնները։ Իսկ հիմա անվտանգային նոր ճարտարապետության եւ ազդեցության նոր ոլորտներ ագծում, ակնհայտ է։ Ասենք այսպես, հա, Պոզնամի կոնֆերանսի արդյունքում ստեղծված նոր աշխարհակարգը եւ անվտանգության ուրեմն պատասխանատվության գոտիները եւ խաղի կանոնները արդեն փոխվում են, չկան, այո, շատ ճիշտ է։ Եվ այստեղից հիմա երևում է երկու պետություններից մեկը Միացյալ Նահանգներն է, մյուսը Ռուսաստան Դաշնություն։ Ինչու երկուսը եւ որոնք են այն չափորոշիչները, որ այդ երկուսով են որոշում։ Չափորոշիչները մեկն է։ Միջուկային զինանոցի մարտագլխիկների թվականակը։ Որտեղ միջուկային զինանոց ունի նաեւ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Պակիստանը եւ Իսրայելը։ Այս նշեցի են երկրները, որոնք որ տիրապետում են զենքին, բայց նրանց միջուկային զինանոցը չափելի չի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների, եթե գումարային առումով ասենք մոտ 12000 մարտագլխիկից ավել, ասենք եթե 50-50, այսպես բաժանենք։ Եվ այդ երկուսն են որոշում։ Հիմա ինչ խնդիր ա դրել Միացյալ Նահանգները։ Իր համար աշխարհում ընդհանրապես պատերազմներ պիտի չլինեն։ Գլոբալիստները տրանս վերպետական վեր ազգային տրանսնացիոնալ կորպորացիաներով կառավարման համաշխարհային տիրապետության գործընթացը ցախողվել է, փաստ է։
որի փորձեր արվում իրականացնել ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության եւ Բրիտանիայի կառավարության միջոցով այդ խորքային պետություն deep state-ը դա էր։ Հիմա Ամերիկայի էլիտաները, իրական էկոնոմիկայի ներկայացուցիչները, արդյունաբերողները եւ արդյունահանողները միավորվել են, այդ թվում նաեւ եթե դանել գումարենք բողոքական եւ կաթոլիկ եկեղեցու հետևորդները, որը Միացյալ Նահանգներում բավականին կշիռ ունեն եւ հիմնականում միջին ամերիկացին իրենք են ներկայացնում, իրենք ձայն տվեցին Տրամպին ակնկալելով, որ այլևս ուժեղ Ամերիկա պետություն պետք է լինի։ Դա համար Տրամպը իր նախընտրականում եւ երթման արարողության ժամանակ եւ հետընտրականում ասում է Ամերիկան վերադառնում է, այսինքն Ամերիկա պետությունն է վերադառնում։ Տրամպը խնդիր է դրել դառնալ աշխարհում տնտեսապես եւ ռազմական առումով թիվ 1 գերտերություն է։ Ռազմական առումով ինքը ունի մրցակից, բայց այդ մրցակցի հետ պատերազմը շարունակում է երկրի մոլորակի վերջը լինել։ Ինքը ընդունում է այդ իրողությունը, որ այդ մրցակիցը Ռուսաստան Դաշնությունն է եւ իր հետ պետք է համագործակցել։ Բայց նաեւ տնտեսական մրցակից։ Այո, բայց այդ տնտեսական մրցակիցը Ռուսաստանը չի, դա Չինաստանն է։ Ակնհայտ է եւ պատահական չի, որ Տրամպի պատժամիջոցները, որի անունը տարիֆ է, իրականում ինքը պատժամիջոցներ էր, Եվրոպան հանձնվեց, այդ թվում նաև Բրիտանիան։ Եվ 90-ով Տրամպը այդ տարիֆային պատերազմը կամ պատժամիջոցները հետաձգեց։ Չինաստանը պատերազմում է։ Եվ հիմա Չինաստանի հետ ինքը փորձում է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Բայց Չինաստանի տնտեսությունը Միացյալ Նահանգները, որպեսզի թուլացնի, որպեսզի դառնա ստորադասիր տնտեսությանը, ընդհանրապես պետք է մեկ բան, եւ որը Տրամպը հիմա անում է եւ Իրանի հետ իրադարձությունը ուղղակիորեն կապվում է դրա հետ։ Դա մերձավոր արևելքի առաջներթին նավթի ռեսուրսների արդյունահանման եւ տեղափոխման վրա հսկողություն սահմանելն է։ Ինչու որտեղ Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության առյուծի բաժինը հիմնականում նավթի վրա է։ Նստած նավթով են անում։ Ոչ այդքան գազի դեպ, ոչ էլ միջուկային վառելիքով ատոմականները, նավթն է։ Որ պահի, որ Տրամպը կարողանալու է վերահսկողություն սահմանել եւ արդյունահանման եւ տեղափոխման հետաբար գնային քաղաքականության վրա, իսկ դա մերձավոր արևելքի նավթային տերություններն առաջին հերթին Իրանը։ Այդ նշանակում որ Չինաստանի տնտեսության ինքը մահացու հարված կարող է հասնել նավթի գների, նաեւ քվոտաների տալու Չինաստանի եւ այլն։ Իրանը կարող է Իրաք դառնալ։ Ոչ, որովհետեւ հիմա ասենք այսպես Իրանի ռազմական զինանոցի մասին ես մի երկու ընդհանուր գծերով ասեմ, նախ ունի հիպերձայնային արագության հրթիռ, որը անցյալ տարի հոկտեմբերի 1-ին մոտ 10-ից ավել հրթիռ կիրառեց Իսրայելի տարածքի վրա, որից հրթիռ չխոցվեց Թել Ավիվի վրա։ Այո, չխոցվեց, ավելին խոցվում էր միջուկային հետազոտությունների կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության տարածքներ, անգամ այսպես ասած աննպատակ էր։ Սա ինչի ցուցադրություն էր։ Իրան ասում էր, որ դյուրին կերպով ես կարող եմ խոցել նաև քո միջուկային հետազոտությունների կամ միջուկային զենքի պահեստները եւ զինանոցը։ Հիպերձայնային արագության հրթիռները չի որսվում երկաթյա գմբեթով, որը Իսրայելին երկար ժամանակ փաստորեն երկնքում անվտանգություն էր ապահովում։ Սա առաջին, երկրորդ, Իրանը ունի բալիստիկ հրթիռներ։ Իրանի միջուկային հետազոտությունները բալիստիկ եւ հիպերձայնային արագության հրթիռների պահոստները գտնվում են ապարաժե ուրեմն սարերում 60-ից 80, նույնիսկ ասում են մոտ 100 մետր խորության վրա։ Որովհետեւ ռումբ, որից է հրթիռ, եթե Միացյալ Նահանգների կողմից դա կիրառվի, չի խոցվելու, որտեղ առավելագույն ռումբի պայթյունը, ասենք տոննանոց ռումբի պայթյունը, հա, կամ հրթիռների 15-ից 20 մետր խորությամբ ձագար է առաջացնում, ավել չի իջնում։ Ռուսները ի դեպ այդ առումով ունեն կինժալ, որ իջնում է, եւ արեշնիկ, որը մոտ 4000 աշճան հարվածի պահին ջերմությամբ ուղակի հալեցնում է, հա, ամեն ինչ։ Եվ հետաբար այստեղից հարց առաջանում, եթե Իրանի այդ պահոստները չես խոցում, տնտեսություն կարող ես ավերել, այո, բայց դրանից դու Իրանը չես հաղթում։ Սա առաջին։ Երկրորդ, ռմբակոծությունների, հրթիռակոծությունների համար Ամերիկան եւ Իսրայելին պետք են օդանավականներ, որտեղ օդային հարձակման ժամանակ նվազագույնը մոտ 400-500 ռմբակոծիչ պետք է աշխատի եւ իրեն ուղեկցող կործանիչները, որոնք երկնքում առավելություն հապտի պահեն։
բայց այդ բոլոր ինքնաթիռները որտեղից են թռչելու։ Դրանք վստահաբար ավիակիրներից չեն, որտեղ ավիակիրները Կարմիր ծովում արդեն թիրախավորում են ոչ միայն Իրանի, այլև Եմենի հութիների կողմից։ Հետաբար այդ օդանավականները կլինեն հեռու, ասենք Սիրիայից։ Իսրայելից օդանավականները, եթե գնան այդ մարտական խնդիրը կատարեն, վառելիք չի բավականացնում հետ գալուց։ Եվ Սիրիայում փաստացի այդ տարածքի նվաճումը Իսրայելի եւ Թուրքիայի կողմից Թուրքիան մի նպատակ էր հետապնդում վերականգնելով Օսմանյան կայսրության իր ազդեցությունը այդ երկրում, որտեղ պրոքսի իր կառույցներն են վերցրել, Իսրայելը այլ նպատակ օդանավականների հսկողություն։ Եվ հիմա այո, Թուրքիան չի տրամադրում այդ օդանավականները։ Եթե օդանավականները չկան եւ օդուժի աշխատանք չկա Իրանի վրա, այդ թվում նաեւ հրթիռակոծումներ, ցամաքային զորքերը սկզբունքորեն դատապարտված են պարտության, եթե մտնեն Իրանի տարածք, ասենք մտնող պետություններից մեկը Ադրբեջանն է, մյուսը Իրաքը, հա, մյուսը Աֆղանստանը կարող է կամ Պակիստանն լինել։ Այդ նշանակում է, որ ռազմական օպերացիան Իրանի դեմ ինքը ձախողման է ենթարկվում։ Եթե դրան գումարենք, որ Իրանը կարող է նաև կանխարգելիչ կամ այդ ընթացքում հարվածներ հասնել իրեն հասանելի հեռավորությամբ հրթիռներով ամերիկյան բոլոր բազաներին, այդ թվում, որ վերջերս հայտարարվեց Պահապանների կորպուսի ղեկավարի կողմից, որ եթե հարձակում լինի Իրանի վրա եւ անգամ երկրները իր հարևան օդային տարածք տրամադրեն ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ապա իրենց կողմից դրանք որպես թիրախային պետություններ կդիտվեն եւ իրենք այդ պետություններին կարող են հարվածել։ Սա բավական լուրջ հայտարարություն է։ Նշանակում է, որ այդ օդային տարածքները չտրամադրելով օդուժից Իրանի ուրեմն ռմբակոծումը եւ հրթիռակոծումը սկզբունքորեն մենք բացառում ենք։ Ցամաքային օպերացիայի համար 1.200.000-ից 1.500.000 բանակի Իրանց միջանցք է պետք դրա համար։ Այ հիմա այստեղ այո մեր Զանգեզուրի միջանցքի ստրատեգիական եւ Իսրայելի եւ Իրանի եւ Թուրանի համար ստրատեգիական նշանակություն ունի։ Եվ կարծում եմ սրա մասին հրաշալի գիտեին Ռուսաստանի Դաշնության այն փորձագետները ռազմական եւ անվտանգային, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթում պատական չէին գրել, որ ճանապարհներ ոչ թե միջանց ճանապարհների անգամ հսկողության իրավունք ունեն մասնակցելու Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանված զորքերի, սա պատական չէր։ Այսինքն իրենք հաշվել են, որ գալու է այս պահը եւ այս պահին իրենք պետք է ներկա լինեն։ Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ ռուսները այստեղ ներկա չլինեն։ Սա նշանակում է, որ Փաշինյանը սկզբունքորեն չի բացառում, որ տարբեր պատրվակներով իբր անխոչնդոտ, չէ, նման բառեր են ասում ինքը մի այդտեղ ազգային ժողովի խոսնակ անձնավորություն կա, որ ազգային ժողովի հետ կապ ունի այնքանով որքանով, հա։ Ինչու են իրենք ասում, որ այդ ճանապարհը անխոչնդոտ ուղևորների եւ բեռների տեղափոխման համար դին։ Այդ անխոչնդոտ իմաստը, որ Մաքսայինը եւ սահմանապահը Հայաստանի չստուգեն։ Իսկ այդ նշանակում է, որ իսկ ինչու չստուգեն։ Ինչ այդտեղով ինչ է մտնելու առաջնորդին ռազմական բեռներ։ Ահա թե Փաշինյանը ըստ իր եւ իր տերերի, այսպես ասած, ճակերտներում հնարամիտ որոշման որոշել է, որ այդ Հայաստանի հարավը առաջնորդին Սյունիքի մարզը տրամադրի Թուրքիային։ Առանց որ Թուրքիան իր հավակնությունները չի թաքցնում, Թուրքիան ստեղծել էր դեռևս 2011-ից թուրքական պետությունների ուրեմն կոմիտե, որը 2019-ին վերածվեց թուրքական պետությունների կազմակերպության, որը ունի միացյալ բանակ, անվտանգային համակարգ, տնտեսական առումով միացյալ դրամ, պատմական մշակութային առումով նույն լեզուն, նույն այբուբենը, նույն անցյալ, թեև որից է կապ չունեն իր այդ, ասենք նույն Ուզբեկստանը բացարձակապես կապ չունի Թուրքիայի թուրքալեզու եւ սուննի մահմեդական աշխարհի հետ։ Նրանք այլ են, այսպես ասենք, հա, եւ ավելին ասեմ, Թուրքիայի կոնկրետ այն գաղափարախոսների ու այն կենտրոնները, որոնք մշակել են, իրենք որպես միացյալ հիմք այդ բոլոր ժողովուրդների, որի մեջ եւ հարավային Կովկասի Կովկասը Ադրբեջանը մտնում եւ միջինասիական հանրապետություններ եւ Չինաստանի Սինձին Ուйգուրյան ինքնավար մարզ վերցնում են արյուն, ասում են արյունով մենք նույնն ենք եղել։ Այդ նույնն է, գիտեք, որ ասենք օրինակ Ռուսաստան Դաշնության նախագահը ասի բոլոր սլավոնները ունեն նույն ցակունաբանությունը, նույն արյունը, եւ օրինակ եթե չեխերին, Չեռնոգորիայի Չեռնոգորցիներին, հա, թե այնտեղ հիմնականում սերբերը, որից է մեկ ինչ-որ բան ասի, քանի որ մենք նույն արյունը ունենք, մենք էական արձագանք ենք տալու, որից մեկ այդ պետություններին չկպնի, որտեղ իրենք սլավոն են, հա,
մեծ հաշվով գենետիկ առումով սլավոնական ժողովուրդները նույնական են։ Նույնը լեհերին է, չէ, վերաբերվում, որտեղ իրենք էլ են սլավոն։ Բայց դե նման բան չկա։ Իսկ հիմա Էրդողան ուշադրություն դարձրեք, ինքը վերցնում է իրար հետ չկապվող, բայց արհեստական իբր վերացական արյան կապը ընդհանուր, թյուրքական, ոչ թե թուրքական, տարբեր ցեղախմբերի եւ ասում է նույնական են եւ մեծ կայսրություն է ինքը ստեղծում, բայց պատվիրատուն ըստ ից Էրդողանը չի։ Պատվիրատուն դա Լոնդոնն է եւ այդ գործի պատասխանատուն, որքան որ ես եմ գնահատում եւ տիրապետում տեղեկատվությամբ, դա մի վեց ռազմական հետախուզության ղեկավարն է Ռիչարդ Մուրը։ 44 օրյա պատերազմի ավարտից հետո շատ էր խոսվում այն մասին, որ օկուպացված տարածքներում իր արկայությունն է ստեղծել իսրայելական Մոսադը եւ այս ամենի համատեքստում, երբ որ տեսնում ենք Իրանի շուրջ արկա իրավիճակը, Ադրբեջանը ինչպիսի դերակատարում կարող է ունենալ։ Պատահական չի, որ Թուրքիա եւ Իսրայելի միջև որոշակի լարումներ եւ ազդեցության տարածքների բաժանման համար որպես միջնորդ հարթակ ընտրվեց Բաքուն։ Իրոք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, իր նավթային ռեսուրսների հնարավորությունը, լինելով շիա պետություն, բայց իրենք ակնհայտ կեղծիք են ասելով երկու պետություն մեկ ազգ, իրենք թուրքերի հետ բացարձակապես կապ չունեն։ Իր կշիռը Ադրբեջան բավականին բարձր է դառնում եւ Ալիևը դա հրաշալի պատկերացնում է, հա, ընդ որում ունի լուրջ հավակնություններ, եթե Իրանի դեմ պատերազմ լինի, ինքը արևմտյան եւ արևելյան Ադրբեջաններ նահանգներ կան, հույս ունի, որ դա կմիանա իր պետությանը դառնալու մեծ Ադրբեջան, սա առաջին իր մոտիվացիան։ Երկրորդ, ես կարծում եմ, որ Կասպից ծովում նաեւ դեռևս ուսումնասիրվող եւ գազի հսկայական ուրեմն պաշարներին հավաքական արևմուտքը, այդ թվում Միացյալ Նահանգները հույս ունեն, որ հսկողություն կսահմանեն։ Ավելին, եթե Կասպից ծովում ՆԱՏՕ-ի դրոշներով կապ չունի որ երկրի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը իր նավերով արդեն Կասպից ծովում, իսկ Կասպից ծովը սկզբունքորեն ռուսների համար փակ ծով էր, հա։ Կարելի է ասես ասել, ՆԱՏՕ-ն չկար արևմուտքից փակ էլի, նկատի ունեմ ասենք Թուրքմենստանն է, Իրանն է, Ադրբեջանն է, Ռուսաստանն է, Ղազախստանն է, ինքը փակ էր, բայց արևմուտքը խնդիր է դրել Կասպից ծովում եւս իր նավատորմ ունենալ, իսկ այդ նշանակում է, որ Կասպից ծովի էներգակիրների վրա արդյունահանման տեղափոխման վերահսկողություն սահմանել, այնպես որ Ռուսաստանի համար նաեւ գլխացավանք է Ադրբեջանի այս քաղաքականությունը, որտեղ այդ դուռը Կասպից ծով ՆԱՏՕ-ի մուտք բացում է ինքը, այսինքն կարծում եմ, որ եթե այնուամենայնիվ Ուկրաինայում կռիվը չդադարեց, իսկ Բրիտանիան ամեն ինչ անում է, որ կռիվը այնտեղ շարունակվի, եւ Միացյալ Նահանգների եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական առաքելությունը այդ գործում, եթե ցախողման եզրին լինի, ապա Միացյալ Նահանգները ժամանակավորապես կարող են հետքայլ անել այդ առաքելությունից, հրադադարի ռեժիմ հաստատելուց կամ պատերազմը կանգնեցնելուց, եւ փաստորեն դրանով Ռուսաստանի զինված ուժերի ձեռքերին կտրվի ամբողջական ազատություն, այսինքն այստեղ Ռուսաստանում ոչ թե քաղաքական վերնախավի որոշումներ, ռազմական գործողություններ կարող են, այլ ռազմական։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ վերջերս հայտարարվեց, թե օրենսդիր տիպի հրթիռների համար ինչ թիրախներ կարող են լինել, առանց տեղ նշելու, բայց որակումները տրվեց, հա, նավահանգիստները, երկաթուղային կայանները, զորամասերը, որոշումներ կայացման կենտրոնները, էներգետիկ կենտրոնները, ռազմարդյունաբերական համալիրի գործարանները այդ հրթիռի դեմ որից է խաղ չունի ոչ Ուկրաինան, ոչ Եվրոպան, ոչ էլ Միացյալ Նահանգները, որտեղ հարվածում է նա ուղղակի 4000 աշյան ջերմությամբ հալեցնում է ամեն ինչ, հա։ Սա նշանակում է, որ պայն ԱՄՆ-ը հետ քայլ արեց, ծզվստաբար եմ ասում, ռուսները արդեն ռազմական գերատեսչության ղեկավարները ռազմավարական հարձակման են ասում, ստրատեգիական հարձակման։ Իսկ դա նշանակում է, որ ասենք իրենք խնդիր են դնել ուղղակի զորքերը մտնել Կիև եւ ստիպել Կիև իշխանություններին կապիտուլյացիայի։ Այնպես որ այս սցենարը ես չեմ բացառում, որտեղ այնուամենայնիվ Բրիտանիան, եվրոպական մի շարք երկրները, այդ թվում նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջոցով փորձում է այդ տարածքում պատերազմը ամեն կերպ շարունակել։ Իհարկե հետապնդելով առաջներթի ոչ թե ռազմական, այլ քաղաքական նպատակ, իսկ քաղաքական նպատակը շատ պարզ է։ Եթե կռիվը շարունակվում է մեկ
ու կես տարի հետո ԱՄՆ-ում կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամենայն հավանականությամբ հանրապետականը պարտվում է, որտեղ Դոնալդ Տրամփի նախընտրական թիմի մեկ խոստումը այդ պատերազմի կասեցնում էր։ Իսկ եթե կոնգրեսում ինքը պարտվեց, ամենայն հավանականությամբ շատ մեծ է հավանականությունը, որ եւս 2 տարի հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եւս կպարտի եւ փաստացի խորքային պետություն Deep State-ը Միացյալ Նահանգներում կվերականգնի իր ուժային բաղադրիչը, այսինքն որ դեմոկրատ կուսակցությունը գա իշխանության։ Ես կարծում եմ Բրիտանիայի ծրագիրը սա է։ Ամեն ինչ արվում է, որ այդ ծրագիրը կյանքի չկոչվի, որովհետև Դոնալդ Տրամփը եւ Վլադիմիր Պուտինը իրենք դաշնակից են, բայց մի ոլորտում երկուսն հակագլոբալիստ են։ Սա փաստ է։ Եվ իրենց պայքարը առաջին հերթին իրենց միավորումը եւ դաշնակցում է գլոբալիզմի դեմ, կոնկրետ Բրիտանիայի կառավարության եւ Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության եւ դրա հետ փոխկապակցված տնտեսական, քաղաքական, ռազմական էլիտայի դեմ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ձեզ հետ է Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։